Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնում անսովոր իրարանցում է։ Շվեյցարացի ռեժիսոր Լյուսիեն Հոգը վերջին ցուցումներն է տալիս պրեմիերայից առաջ։ Թատրոն դասասենյակում նախագծով հանրապետության դպրոցներում կներկայացվի ռեժիսորի հեղինակած Մարդու սրտի մեխանիկան պիեսը։ Այստեղ եմ արդեն երկրորդ անգամ, բայց այս այցս նշանավորվում է ոչ ավանդական ներկայացման բեմադրությամբ, որը գեղագիտության ազգային կենտրոնի սաները ներկայացնելու են Հայաստանի դպրոցներում, հենց դասասենյակներում իրենց հասակակիցների համար։ Գերմանիայում ու աշխարհի մի շարք այլ երկրներում վարպետության դասեր եմ անցկացրել, բեմադրություններ արել, բայց հայ երեխաները ուրիշ են, շատ տաղանդավոր են, հաճույքով եմ աշխատում նրանց հետ, կես բառից հասկանում ենք իրար։ Պայմանական բեմում գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնի, մետրո թատրոնի, Գյումրիի ստորաբաժանման թատերական ստուդիայի եւ Գյումրիի էտյուդ ստուդիայի սաներն են։ Ներկայացման առանցքում դեռահասներին հուզող տարբեր թեմաներ են։ Իրականում տեքստի մեջ կային տարբեր հատվածներ, որոնք որ մեր Հայաստանը, հայ ժողովուրդը ոնց որ չի ընդունում, մենք Ընկեր Բադալյանի հետ ու Լուսիենի հետ բնականաբար տարբեր փոփոխումներ են կարել միասին համագործակցելով եւ ընդհանուր հայտարարի ենք եկել։ Սցենարը հայ իրականության համար չէր գրված։ Մենք երևի մի 70%, լավ չէ, շատ այսի մի 60-50% ամբողջովին տեքստի փոփոխել ենք ու քանի որ իր այդ քննարկման մեջ ա եղել այդ ամեն ինչը, ես տեսնում եմ ոնց է ինքը ամենը իր փոխած բառի հետ համ ուրախանում, ամեն նեղվում է ասես մի տեսակ ու նենց եմ իրան հասկանում, որովհետեւ մեծ էլ ա եղել, որ ինչ որ բան եմ գրել, ինչ որ իմպրովիզ եմ փորձել ներկայացման մեջ, ինչ որ կերպար եմ ստեղծել ու ինչ որ նոր ռեժիսոր, նոր մարդ ա եկել, ասել է չէ, սենց մի արա։ 16-ամյա Գոր Գևորգյանը հենց Գորի կերպարում է, հավանել է իրեն վստահված դերը։ Ասում է դպրոցականները շատ բան ունեն սովորելու այս ներկայացումից։ Իմ կերպարը ավելի շատ ճնշվող կերպար է, չի առանձնանում ուրիշ ինչ-որ միջոցներով, ավելի շատ ցինիկ է, ավելի շատախոս, ուրիշների նկատողություն անող։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող թատրոն դասասենյակում շարքի նոր ներկայացման առաջնախաղերը կլինեն նախ Երևանում, հետո Գյումրիում։ Նախագիծը շարունակական կլինի։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։